Հարգելի գործընկերներ, մենք բոլոր ոլորտներում ունենք շատ էական փոփոխություններ եւ զարգացումներ արտաքին քաղաքականության ոլորտում վիզաների Եվրամիության հետ վիզաների ազատականացման գործընթացն է սկսել եւ ամբողջ թափով ընթանում է։ Մենք համոզված ենք, որ առաջիկայում այն հաջողությամբ ավարտին կհասցնենք։ Դպրոցաշինության անդրադարձա պակաս կարևոր չեմ համարում ուսուցիչների կամավոր ատեստավորման ծրագիրը, որը նույնպես ունի թե կրթական եւ թե սոցիալական էական նշանակություն, պիտի արձանագրեմ նաեւ, որ մենք առաջիկայում պլանավորում ենք նաեւ այս բոլոր ուղղություններով մեր գործունեությունը շարունակել, մասնավորապես ատեստավորված ուսուցիչները առաջիկա հնգամի երկրորդ ատեստավորում անցնել եւ եթե առաջին դեպքում նրանց դրույքաչափը 100,000 դրամից կրկնապատկվում է 200,000 դրամ գումարած 200,000 դրամի նկատմամբ ատեստավորման տոկոսը հաջորդ փուլում արդեն մենք ունենանք 300,000 դրամ դրույքաչափ եւ ատեստավորման տոկոսը տարածվող այդ 300,000 դրամի վրա հաջողությամբ շարունակվել է երրորդ եւ յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծննդյան դեպքում աջակցության ծրագիրը, որը նույնպես շատ կարևոր եւ էական սոցիալական ծրագիր է, նաեւ էական եմ համարում մինչեւ 2 տարեկան երեխայի ծննդյան դեպքում մայրական խնամքի նպաստը, որը մենք վերջին տարիներին էականորեն բարեփոխվեցինք եւ ըստ էության տարածել ենք բոլոր երիտասարդ մայրիկների վրա, որովհետև նախկինում գիտեք, որ միայն աշխատող մայրերն են ստանում, մենք նախ ավելացրեցինք այդ նպաստի չափը 26,000-ից դարձնելով 31,000 դրամ, ապա գյուղական վայրերում աշխատող մայրիկների համար մենք նպաստի չափը կրկնապատկեցինք։ Պիտի արձանագրեմ, որ հաջողությամբ ընթանում է նաև սահմանամերձ բնակավայրերում 16 միլիոն դրամով բնակարանի տների շինարարության ծրագիրը, որը մենք այս տարի արդեն որոշակի նոր քվոտաներ ենք սահմանել եւ առաջիկայում իհարկե մեզ սպասվում է այդ ծրագրի որոշակի վերափոխում, որովհետեւ այն կդառնա ոչ միայն զուտ սահմանամերձ բնակավայրերի հետ կապված խնդիրների լուծման, այլև հանրապետության այլ տարածքներում նաև դպրոցների եւ մանկապարտեզների ներդրման ծրագիրը ավելի արդյունավետ դարձնելու միջոց ուզում եմ հիշեցնել, որ Վայոց ձորի Գոմք բնակավայրում մենք արդեն այդպիսի փորձ ունենք, որը հաջողված փորձ է եւ առաջիկայում մենք արդեն ունենք նաեւ 1-2 այլ բնակավայրեր հանրապետության տարբեր տարածքներում, որտեղ մենք այս աշխատանքը իրականացրել ենք։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար։